Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին Բաքվից պատասխաններ չի ուշացել։ Այդ երկրի արտաքին գործերի նախարարությունից արձագանքել են, թե Փաշինյանի դիրքորոշումը հարցեր է առաջացնում այն մասին, թե ինչու է Երևանն ամեն կերպ փորձում պահպանել հնացած մեխանիզմը, որն այլևս չի համապատասխանում տարածաշրջանի իրողություններին։ Բաքվի խոսափողը անդրադարձել է նաև Արևմտյան Ադրբեջանի մասին վարչապետ Փաշինյանի հայտարարություններին, թե մեջբերում եմ Արևմտյան Ադրբեջանի վերաբերյալ Հայաստանի վարչապետի մեկնաբանությունները փաստերի աղավաղում են եւ Հայաստանի բնակչության գրեթե մեծամասնությունը կազմող ադրբեջանցիների անոտարելի իրավունքների ակնհայտ ժխտում։ Արևմտյան Ադրբեջանի համայնքին հղումները չպետք է ընկալվեն որպես տարածքային պահանջներ, հավելել է Հաջիզադեն։ Արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը հայտարարել է, որ Հայաստանը լիովին պատրաստ է ստորագրել արդեն համաձայնեցված խաղաղության համաձայնագիրը։ Նա ընդգծել է, որ համաձայնագրի ստորագրումը կբացի ճանապարհ տարածաշրջանային գործակցության համար։ Պատասխանելով Ադրբեջանի առաջ քաշած երկու նախապայմաններին, Կոստանյանը նշել է, որ Հայաստանը պատրաստ է առաջարկել ԵԱՀԿ-ին լուծարել Մինսկի խմբի մեխանիզմները։ Ինչ վերաբերում է սահմանադրությանը, սահմանադրական դատարանի վճռով առկա չէ որևէ հակասություն Ալմաթայի հռչակագրի հետ։ Իրանը ուրանի հարստացումը չի դադարեցնի հանուն Ամերիկայի հետ համաձայնագրի կնքման, Թերանում հայտարարել է Իսլամական Հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ Անդրադառնալով հարցին, թե Թերանը կարող է 3 տարով դադարեցնել ուրանի հարստացումը Վաշինգտոնի հետ համաձայնագրի կնքման դիմաց, Բաղային նշել է. Իրանը դրան երբեք չի գնա։ Իրանի ԱԳՆ խոսնակը նաև հավելել է, որ Ամերիկայի հետ բանակցությունների հաջորդ փուլը 6-րդ փուլի ժամկետներն ու վայրը առայժմ հստակեցված չեն։ Ցեմենտի ինքնարժեքը Իրանի Իսլամական Հանրապետությունում զգալի նվազել է, հակամրցակցային պայմաններ են ստեղծվում հայ արտադրողների համար։ Իրանից էժան ներմուծման հետևանքով մեր երկրում կրճատվել են ցեմենտի արտադրության ծավալները։ Էկոնոմիկայի նախարարությունն էլ ներքին արտադրողին պաշտպանելու համար առաջարկում է Թուրքի 200 ապատիկը դարձնել 800 ապատիկ։ Եթե մեկ այլ երկրից մենք տեղափոխվենք նույն արտադրատեսակը, լոգիստիկ ծախսեր ենք անում, բազմաթիվ այլ խնդիրների, այդքանից հետո մեր ցեմենտ արտադրողները չեն կարողանում մրցակցել, խնդիրը մեր մեջ է, ոչ թե Իրանի Իսլամական Հանրապետության արտադրողների մեջ։ Իրանի Իսլամական Հանրապետությունում էներգակիրների գինը անհամեմատ ցածր է, այսինքն ոչ թե ցածր է հաշվի առնելով միջազգային շուկայի գները, այլ անհամեմատ գրեթե զրոյին հավասարեցված, այսինքն Իրանի Իսլամական Հանրապետությունը սուբսիդավորում է իր արտադրողներին այդ մասով եւ մենք ստիպված ենք ուղղակի որոշակի միջամտություններ անել, որպեսզի նրանց կողմից գոյացած ինքնարժեքը մեր հետ համեմատ որոշակի գոնե հավասարազոր լինի։ Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցչի խոսքով ցեմենտի արտադրությունը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար, քայլեր ձեռնարկելն այս ոլորտում պարզապես անհրաժեշտություն է։ Եթե մենք հիմա մեր գործարանները բերենք նրան, որ կոլապսի ենթարկվեն ու փակվեն եւ որոշենք, որ մենք չենք արտադրում ցեմենտ այդ ռազմավարական նշանակության ապրանքը, քանի որ մեր մոտ չի ստացվում սուբսիդավորել օրինակ էներգակիրները եւ թողենք ամբողջությամբ բասկական իրանական եւ ռուսական արտադրության արտադրանքներին, սա կբերի նաեւ մենաշնորհի ներմուծման նույն պրոբլեմը կունենանք, այն պրոբլեմը ինչ որ ունեցել ենք ժամանակին ներքին արտադրողի։ Իսկ շինարարության ոլորտի ներկայացուցիչների հետ հարցը քննարկվել է, նրանց ձեռնտու է առաջարկվող նախագիծը, հարց հնչեց հանձնաժողովի անդամների կողմից։ Էկոնոմիկայի փոխնախարարը վստահեցնում է, այո, քննարկվել է, նաև դիտարկում է անում։ Մենք չենք դիտարկում, որ ցեմենտի գինը պետք է բարձրանա կամ բարձրանա գոնե չենք դիտարկում, որ պետք է բարձրանա 6000 դրամ տարբերությամբ, այլ մենք ենթադրում ենք, որ պետք է այստեղ լինի ինքնարժեքի շահույթի, գեշահույթի կրճատման հաշվին, նաև որպեսզի մեր արտադրողները մրցակցային լինեն, որտեղ մեր արտադրողների գնի բարձրացում չի դիտարկվել, բայց ամեն դեպքում, եթե անգամ դիտարկենք, որ որոշակի գնի բարձրացում լինելու է, գնահատվել է ընդհանուր շինարարության վրա 1 քառակուսի մետրի վրա 1%-ի շրջանակներում է
գնի բարձրացումը տեղի ունենում, որը կարծում եմ այդքան մեծ ազդեցություն չի ունենա, բայց ամեն դեպքում ես լիահույս եմ, որ ցեմենտի գինը չի բարձրանալու։ Օրակարգային հաջորդ հարցով առաջարկվում էր փոփոխություններ եւ լրացումներ կատարել գնումների մասին օրենքում։ Նախագծով առաջարկվում է ընդլայնել պատվիրատու հանդիսացող հանրային կազմակերպությունների շրջանակը, սահմանել վերջիններից կողմից կատարվող գնումների նկատմամբ առավել հրապարակային եւ թափանցիկ պայմաններ, գործընթացում պարտադիր դարձնելով հանրային հսկողության մեխանիզմի կիրառումը։ Այս գործողություններով ակնկալվում է, որ արդյունավետությունը գնումների կբարձրանա հանրային կազմակերպություններում, ինչպես նաև թափանցիկությունը կբարձրանա եւ մրցակցային ընթացակարգերը իսկապես հենց մրցակցային կլինեն այն դեպքերում, երբ որ իրանք կազմակերպվեն կամ նույնիսկ եթե մրցակցային ընթացակարգում մասնակցի տվյալ կազմակերպությունը, ապա մենք կիմանանք, որ այդ կազմակերպության տակ արդեն նորից մրցակցային ընթացակարգ պետք է ձևավորվի։ Կառավարությունը նաև սահմանում է, որ նման ընկերությունների ցանկը կհաստատի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հանրային ծառայություններ մատուցող կազմակերպության դիմումի հիման վրա։ Հայկական գինի կոնյակի դեգերումները շարունակվում են, հայտնտեսվարողները պնդում են, որ Վրաստանում լաբորատոր փորձաքննության են ենթարկում հայկական կոնյակը, իսկ բեռնատարները ստիպված են մի քանի շաբաթ կանգնել Վրաստանի սահմանային անցակետում։ Փորձագետները վերլուծում ու ուսումնասիրում են, ինչ է իրականում տեղի ունենում։ Հարցին, թե տնտեսական ինչ խնդիրների առաջ են կանգնում, փորձագետը պատասխանում է, թե հարցը ավելի քաղաքական է։ Որ դա կարող է Թուրքիային ու Ադրբեջանին դուր գալու համար է Վրաստանը անում, որովհետև իր արտաքին առևտուրը շատ կախված է Թուրքիայից Ադրբեջանից, առաջին տեղում որպես առևտրային գործընկեր այդ երկու երկրներն են։ Վրացական կողմի վերջին բացատրությունը էլի այնքան համերազավեշտական է, որքան առաջինը։ Առաջին անգամ իրենք ասացին, որ ոչ մի խնդիր չկա, զուտ մաքսային գործընթացներ են։ Հիմա արդեն ասում են, որ եթե ինչ-որ դեպքում իրենք կասկածում են, ապա պիտի կասկածի դեպքում ստուգեն, բայց հիմնավորված չի ում կողմից է կասկածը։ Ինչն է հիմք ընդունում նման պնդում անելու համար, փորձագետը հիշեցնում է վրացական տնտեսական գործակցության առյուծի բաժինը հենց Ադրբեջանինն ու Թուրքիայինն է։ Այս երկրներն ունեն եռակողմ բազմաթիվ պայմանագրեր, այդ թվում կանաչ էներգիայի պայմանագրերը։ Եթե հարցն ունի քաղաքական երանգ ու ենթատեքստ, ապա այստեղ մասնագետը Բաքու ու Անկարա տանդեմն է մատնանշում։ Ասում է, այսպիսի հայկական կողմի վնասներն ակնհայտ են։ Մեր գինի կոնյակի արտահանման շարունակական խնդրեմը երկրում կարող է սոցիալական լուրջ խնդիրներ առաջացնել, նաև խաղողի մթերման հարց առաջ կգա։ Վրաստանի ներմուծումը կազմում է $11 միլիարդ։ Այդ $11 միլիարդի մեջ մոտավորապես 3.5 միլիարդը բաժին են գնում Թուրքիային եւ Ադրբեջանին։ Այսինքն 30%-ից ավել է ներմուծման կախված է Թուրքիայից Ադրբեջանից։ Նույնով եւ այդտեղ նաեւ էներգիա գիններ։ Բայց տարածաշրջանի հարցերի փորձագետն էլ կարծում է, իսկապես կարող են տեխնիկական խնդիրներ լինել, քանի որ դեռ չկա կոնկրետ հիմնավորում, դժվար է նաեւ որոշակի պնդումներ անել։ Ամեն դեպքում շարունակում հայտնի իրողություն է Վրաստանի տնտեսական կախվածությունը մեր մյուս երկու հարևաններից։ Այն հարցերում, երբ Թբիլիսին կցանկանար օրինակ հավասարակշռված դիրք որդեգրել, օրինակ Հայաստանի կամ Իրանի հետ հարաբերություններում, կարծես հաշվի է նստում Ադրբեջանի եւ Թուրքիայի ցանկությունների հետ, բայց այնուամենայնիվ վրացական կողմի մոտ կարծում եմ չկա տրամադրվածություն հակահայկական կամ հակաիրանական ինչ-որ գործողությունների։ Իրենք էլ նշում են, որ Թուրքիայի հետ ունեն լավ հարաբերություններ, Ադրբեջանի հետ հարաբերությունները նույնպես հրաշալի են, եւ եթե հետևենք Վրաստանի կառավարության քաղաքականության, ապա Հայաստանը նույնպես իրենց համար կարևոր գործընկեր է։ Ուրեմն ինչ ճակատագիր կունենա հայկական խմիչքը, որն այդպես էլ տեղ չի հասնում։ Պարզաբանումները վերջնական չեն, ժամկետների լուծումների մասին խոսք չկա։ Որակն է պատճառը, թղթաբանությունը, քաղաքական թե պարզապես տնտեսական հարց է, միանշանակ չեն կարծիքները։ Էսի խմելու ջուրա, չէ՞։ Մաքուր շենք ու մի գրամ ջուր չկա։ Անձրև չկա, բայց Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պողոտա 51 եւ 51 կոտորակ 1 շենքերի դիմաց արվակներ են հոսում, այն էլ խմելու ջրի։ 4 օր է մաքուր ջուրը այսպես անխնա կորում է, մինչդեռ բնակիչներն այդ նույն ժամանակահատվածում խմելու ջուր չունեն։ 4 օր շենքերը ջուր չունեն։ Բա Օբսի փագել էին այն շենքերն են, ժողովուրդը բացել են։ Փագել են ոչ չեր։ Էսա խմելու նայ զուլալ ջուրը է։ Բնակիչներն ասում են, վիոլյա ջրին ահազանգել են հենց առաջին օրից ու ոչ թե մեկ անգամ, այլ բազմիցս։ Զանգել են, գնացել են։ Չգիտեմ, ցերում են, ամեն ձև։ Ջուրը ասել է մեր գործը չի, բայց ո՞ր զանգեն, Գազպրոմ։
185 զանգալը ժողովուրդ ջան, ինչ եմ պատասխանը ձեզ։ Ասել են ձեր գլխին չարը կա։ Խնդրի մասին նաև Երևանի քաղաքապետարանին են տեղեկացրել։ Ըստ բնակիչների այնտեղից էլ պատասխանել են, թե խնդիրը իրենց տիրույթում չէ։ Ջուրը սենց գալիս է Արաբկիրի քնչական բաժնի դեմով։ Նայ, ինա էտա ջրաչափը։ Կոտրած չի։ Արդյունքում խմելու ջրի հոսքը Կոմիտասի փողոցներով կանգ չի առնում, իսկ բնակիչները շարունակում են ջուրը գնել։ Բնակարաններում ծորակներից ջուր չի գալիս։